Իսրայելի ռազմածովային ուժերը նախորդին կասեցրել են Global Sumud նավատորմի ընթացքը, որի նավերը Գազա են փորձում հասցնել դեղորայք եւ սնունդ, փորձելով խախտել Իսրայելի սահմանած շրջափակումը։ Ավելի քան 40 քաղաքացիական նավերից բաղկացած կամավորների խումբը տեղափոխում էր մոտ 500 մասնագետներ եւ ակտիվիստներ։ Նավատորմի մեջ էր նաեւ շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը դարձել է Գազայի շրջափակման դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը։ Իսրայելի ռազմածովային ուժերը նախապես զգուշացրել էին տորմիղին, որ այն մոտենում է ակտիվ մարտական գոտու եւ խախտում օրինական շրջափակումը, առաջարկելով փոխել ուղղությունը եւ խաղաղ ճանապարհով փոխանցել օգնությունը Գազա։ Սակայն ակտիվիստների փոխանցմամբ նրանք գտնվում էին միջազգային ջրերում եւ Իսրայելի գործողություններն անվանել ագրեսիվ եւ անօրինական։ Մեզ տեղեկացրել են, որ 12 ռազմական նավեր մոտենում են նավատորմին։ Մենք գտնվում ենք 12 ռազմական մղոն հեռավորության վրա եւ նրանք պատրաստվում են հասնել մեր նավերին։ Այս միջամտությունը տեղի է ունենում միջազգային ջրերում։ Դա բացարձակ ապօրինի է եւ խախտում է միջազգային համաձայնագրերն ու օրենքները։ Ներկայում 10-ից 12 նավեր մոտենում են մեր նավատորմին, ներառյալ մեկ նավակ, որ շարժվում է ավելի արագ, քան մյուսները։ Հիմա վերջին րոպեներն են կոչանելու կառավարություններին պահանջել տորմիղի համար անվտանգ անցում, որպեսզի մենք կարողանանք հասնել Գազա, քանի որ այն, ինչ Իսրայելը այժմ անում է, բացարձակապես ապօրինի է։ Սկանդալ կլինի, եթե մեզ առևանգեն միջազգային ջրերում։ Մենք իրավունք ունենք հասնելու Գազա։ Մենք պետք է հասնենք Գազա։ Այսպիսով մենք հույս ենք դնում ձեր աջակցության վրա, եւ եթե մեզ ձերբակալեն, արգելափակեք ամեն ինչ։ Նախքան Իսրայելի գործողությունները Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ աջակցում է ակտիվիստներին եւ նրանց խաղաղ նախաձեռնությանը։ Ավելի վաղ նույնիսկ ռազմանավեր ուղարկել ուղեկցելու մարդասիրական տորմիղին։ Առաջին իսկ րոպեից ես միշտ փոխանցել եմ Իսրայելի կառավարությանը, որ բնականաբար մեր քաղաքացիները, այն հայրենակիցները, որոնք գտնվում են նավատորմում, կունենան լիակատար դիվանագիտական պաշտպանություն եւ այլ կերպ չէր կարող լինել։ Նրանք վտանգ կամ սպառնալիք չեն ներկայացնում Իսրայելի համար եւ հետեւաբար ես հույս ունեմ, որ Իսրայելը նույնպես որևէ սպառնալիք չի ներկայացնի այդ տորմիղի համար։ Միջազգային հանրությունը դատապարտել է Իսրայելի գործողությունները խաղաղ ջրերում։ Աշխարհի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են։ Մարդիկ պահանջում են ազատ արձակել միջազգային ջրերում Իսրայելի կալանավորած ակտիվիստներին։ Իսրայելցի զինվորականները պնդում են, որ տորմիղը տարհանվել է մարտական գոտուց, բայց կազմակերպիչները մեղադրում են կապի խափանման եւ ակտիվիստների կյանքը վտանգելու մեջ։ Ակտիվիստների խոսքով 13 նավակի ընթացք կասեցվել է, բայց 30-ը շարունակում են շարժվել դեպի Գազա։ Իրավապաշտպանների համոզմամբ Իսրայելի կողմից Global Sumud նավատորմի կասեցումը միջազգային ջրերում ոչ միայն խախտում է միջազգային իրավունքը, այլև ընդգծում միջազգային հանրության անզորությունը, կանխելու նման հանդուգն գործողությունները, որոնք անպատիժ են մնում, խորացնելով աշխարհում հումանիտար ճգնաժամը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։